Եկեք խոսենք մի թեմայի մասին, որը վերջերս շատերին է հուզել։ Հնչեց մի արտահայտություն՝ եկեղեցին պղծված է։ Ու սա գիտեք, միանգամից շատ հարցեր առաջացրեց։ Բայց իսկապես ինչ է դա նշանակում։ Արդյոք սա ուղղակի էմոցիոնալ խոսքեր են, թե եկեղեցական օրենքներում կան հստակ շատ կոնկրետ սահմանումներ։ Դե ինչ, եկեք միասին փորձենք հասկանալ, ինչ են ասում կանոնները։ Ամեն ինչ սկսվեց հենց այս հայտարարությունից։ Ուշադրություն դարձրեք բառերին՝ սրբապղծություն, հոգևոր որևէ արժեք չունի։ Սրանք շատ ուժեղ, շատ կոնկրետ որակումներ են, չէ՞։ Սա ուղղակի կարծիք չի, սա պաշտոնական հայտարարություն է։ Ու հենց այս պահին է, որ առաջանում է հարցը. լավ, իսկ կանոնները, բուն եկեղեցական օրենքը, ինչ է ասում այս մասին։ Այսպիսով, մեր ամբողջ քննարկման առանցքային հարցը սա է. ինչ է իրականում նշանակում եկեղեցին պղծել, ըստ հենց եկեղեցական օրենքի։ Եկեք մի կողմ դնենք էմոցիաները և զուտ նայենք, թե ինչ են ասում դարելով ձևավորված կանոնները։ Դե ինչ, անցնենք կանոններին։ Ու սա պետք է ասեմ ամենակարևոր մասն է։ Պարզվում է եկեղեցու փղծումը կամայական հասկացություն չէ։ Գոյություն ունեն շատ հստակ, կարելի է ասել, իրավաբանական չափանիշներ, որոնք սահմանում են, թե կոնկրետ երբ է մի սրբավայր համարվում փղծված։ Եվ ահա թերևս առաջին ու ամենահիմնարար կանոնը։ Կանոնական իրավունքը շատ հստակ ասում է, պղծումը կապված է ոչ թե նրա հետ, թե ով է աղոթում, այլ թե ինչ է արվում տվյալ վայրում։ Այսինքն ուշադրության կենտրոնում կոնկրետ արարքն է, ոչ թե մարդու անձը։ Սա շատ կարևոր նրբություն է։ Լավ, իսկ որոնք են այդ արարքները։ Կանոնները տալիս են շատ կոնկրետ սպառիչ ցանկ։ Ուրեմն եկեղեցին համարվում է պղծված, եթե այնտեղ տեղի է ունեցել արյունահեղություն, ասենք սպանություն, եթե կատարվել են անբարո մարմնական արարքներ, եթե արվել են կռապաշտական կամ սատանայական ծեսեր, կամ եթե ավերվել ոտնակոխվել են սրբազան առարկաները, Սուրբ Խորանը։ Ինչպես տեսնում եք, սրանք շատ լուրջ ֆիզիկական բնույթի գործողություններ են, ու ամենահետաքրքիրը, այս ցանկում ոչ մի խոսք չկա կարգալույծ քահանայի կատարած պատարագի մասին։ Լավ, այստեղ կարող է հարց առաջանալ, բայց չէ՞ որ քահանան կարգալույծ է եղել։ Միթե դա նշանակություն չունի։ Ու սա մեզ բերում է մի շատ հետաքրքիր, մի քիչ պարադոքսալ հասկացության, որը կոչվում է քահանայության անխախտ կնիք։ Ինչ է նշանակում կարգալուծություն։ Սա նշանակում է, որ եկեղեցին տվյալ մարդուց վերցնում է իր պարտականությունները կատարելու թույլտվությունը, իրավասությունը։ Բայց, ու սա է ամենակարևորը, դա չի ջնջում այն հոգևոր շնորհը, որը նա ստացել է իր ձեռնադրության պահին։ Այսինքն, եկեղեցական իշխանությունը կարող է արգելել նրան ծառայել, բայց չի կարող, այսպես ասած, հետ վերցնել Աստծո տված շնորհը։ Հենց սա է ամբողջ գաղափարի հիմքը։ Ըստ քրիստոնեական աստվածաբանության, քահանայական շնորհը տրվում է Աստծուց, եւ ոչ մի մարդկային ուժ կամ որոշում չի կարող այն ջնջել կամ անվավեր դարձնել։ Դա համարվում է անջնջելի, հավերժական հոգևոր կնիք։ Դե ինչ, հիմա հասանք երևի թե ամբողջ այս պատմության ամենակարևոր մասին։ Ողջ խնդիրը հասկանալու բանալին ընդամենը երկու բառի մեջ է՝ ապօրինի եւ անվավեր։ Եկեք տեսնենք, թե որն է դրանց տարբերությունը։ Ուրեմն տեսեք, ապօրինի նշանակում է արված առանց թույլտվության, կանոնների խախտումով, իսկ անվավեր նշանակում է, որ արարքը ընդհանրապես հոգևոր ուժ ազդեցություն չունի, կարծես թե տեղի չի ունեցել։ Այսինքն մի բան կարող է լինել ապօրինի, բայց միևնույն ժամանակ լիովին վավերական։ Օրինակ, պատկերացրեք մի բժշկի, որին զրկել են լիցենզիայից։ Եթե նա վիրահատություն անի, դա կլինի ապօրինի, բայց եթե հաջող անի, հիվանդը կփրկվի։ Այսինքն վիրահատությունը որպես ֆիզիկական գործողություն տեղի է ունեցել, այն անվավեր չէ։ Այսպիսով, եթե այս ամենը կիրառենք մեր դեպքի վրա, ինչ է ստացվում։ Կարգալույծ հոգևորականի մատուցած պատարագը, այո, ապօրինի է։ Ինչու՞։ Որովհետև դա արվել է առանց թույլտվության, դա անհնազանդության ակտ է։ Բայց քանի որ նրա քահանայական շնորհը մնում է անջնջելի, պատարագը հոգևորապես անվավեր չէ, այն վավերական է, ու հետևաբար այն չի կարող լինել սրբապղծություն եւ ըստ կանոնների չի կարող պղծել եկեղեցին։ Բայց գիտեք, գուցե այս ամբողջ պատմությունը միայն կանոնների ու իրավական սահմանումների մասին չէ, գուցե կա ավելի խորը հարց։ Եկեք վերջում մի պահ խորենք մի շատ ավելի մեծ գաղափարի՝ շնորհի մասին։
Ավետարանում մի այսպիսի դրվագ կա, երբ առաքյալները տեսնում են մեկին, որը իրենցից չէ, բայց Հիսուսի անունով բժշկում է, ու փորձում են արգելել նրան։ Իսկ Հիսուսն ասում է. «Արգելք մի եղեք նրան, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է»։ Այս խոսքերը կարծում եմ մեզ հիշեցնում են, որ Աստծո շնորհը երբեմն գործում է մեր սահմանած պաշտոնական կանոններից ու սահմաններից դուրս, եւ սա մեզ թողնում է մի վերջին բաց հարցի առաջ. իսկապես որտեղ է ավարտվում մարդկային կանոնը եւ որտեղից է սկսվում աստվածային շնորհը։ Այս մասին արժե մտածել։ Շնորհակալություն։